Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը վեճի է բռնվել մի քաղաքացու հետ եւ փողոցային բառապաշարով սպառնալիքներ եւ վիրավորանքներ է հնչեցրել հիմնական ընդդիմադիր ուժերի ղեկավարների հասցեին, ներառյալ ձեր։ Ինչպես կարձագանքեք։ Ուրեմն կարձագանքեմ իմ ասեմ, ոնց որ 2 օր առաջ ես թույլ չտվեցի իմ կլասը գցեմ, իմ բարձունքից իջնեմ, հիմնականում ինքը վիրավորում է, որտեվ ասելու բան չունի, ծրագիր չունի, 8 տարի ժողովրդին խաբել է, այն առաջի օրվանից մեզ էլ ինձ էլ խաբել, մինչև այսօր, եթե նա ծրագիր ունենար, ժողովրդին կներկայացներ իր ծրագիրը շատ հանգիստ, ես էլ հանդիպելով լինում են տարբեր տեղեր, ասենք թե ԿՊԱ-ական էլ մոտենում կինա տղամարդը, ես ասել եմ, եթե քննադատի տեղի, ես կընդունեմ, դա ամոթ չի, բայց ոչ թե ասենք թե գորգորամ կամ կներվայնանամ, շատ ճիշտ տեղը տեղին ասել եմ ԿՊԱ-ական ջան, քույրիկ ջան, ճիշտ բացատրել եմ եւ նրանք շատ գոհշնորհակալ ներողություն խնդրելով գնացել են, հիմնական խնդիրը մեզ ներ ա ուզում քաշի, այդ ուղղությունը փոխելու համար, որտեվ նա ասելու բան չունի, դրա շնորհքն է, այդ մոտեցումն է մեր ղեկավարի, որ մինչև մեր դաշնակիցների, մեր թշնամիների հետ այդ ձևը բանակցե, որ այսօրին ենք, զոհերը տվել ենք, տարածքները կորցրել ենք եւ այսօր կորցնելով գնում ենք, երեք էլ հայտարարեց, որ 3 շրջան հələ պետք է հանձնի եւ այդպես գնալու է, դա խաղաղություն չի, խաղաղությունը երբ հաստատուկ լինի, ստորագրություն լինի, որ դա երաշխավորած լինի, որ մենք պատերազմի դուռը փակենք, ես ինչ ասել եմ իմ ասածին տերեմ, հիմա պետք է այնպես անենք մեր ժողովրդի հետ միասին, որ ինքը հունիսի 7-ից հետո գնա հանգստի, դե չէ այս վիճակը շարունակելը նույնը ճակատագիր է Հայաստանն արժանանալու ինչ որ Արցախը արժանացավ, մենք պետք է կարողանանք միասնական մեր հարցերը կարգավորելու, երաշխավորած խաղաղություն ձեռք բերելու, ներդրումներ լինեն, տնտեսություն զարգանա, մեր ժողովրդի դեմքին ժպիտ լինի, զարգացնենք, ծաղկացնենք։ Այսքան մի բան։ Քարոզնաշապ ընդհանուր առմամբ ինչպես կգնահատեք, նշեցիք, որ վախի մթնոլորտում է անցնում։ Ես այն օրը հայտարարել էի, որ 52 հոգի, ասել եմ, հիմա սաղ ասեցին պարեք, մենակ այդքան պարեք Աբովյանում չկա։ Դպրոցի ուսուցիչ ա եղել, գյուղապետ ա եղել, մարզիկ ա եղել, աշխատող ա եղել, ծրագրավորող ա եղել, փող քաղաքապետ ա եղել, կանչելով դիմում գրի գնա, ու համարվում է, որ սա դեմոկրատիա է, հասկանա, դրա համար ես ասում եմ, իմաստեղել են կանչելու մարդկանց, աղ գրեն, տղային գործից հանելու համար, ամեն հանդիպումից հետո, բոլոր հենա Թալինում էլ, Գյումրիում էլ, բոլոր տեղեր, բայց սա, կարամ ասեմ ժամանակավոր է, մինչև հունիսի 7-ը, սա հունիսի 7-ից հետո գնալու են, իսկ այդ ովքեր որ պարտադրել են, նրանք պետք է մտածեն, այդ հանողները գնալու են իրենց գործին մի բան էլ ավել, այդ հանողները մտածեն, դա պատասխանը որտեղ են տալու, ոնց են տալու, ոնց են աշխատելու, ոնց են ժողովրդի աչքերին նայելու, այդքան մի բան։ Շնորհակալ եմ։